Եվ այսպես Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը դեմ են TRIP նախագծին այն տեսքով, որը կա այս պայմանությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, մտովի վերադառնանք այս տարվա ամառ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունենում հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Դոնալդ Թրամփի մասնակցությամբ մի շարք փաստաթղթեր են ստորագրվում, մի շարք հայտարարություններ են արվում, որոնցից ամենակարևորը վերաբերվում է նույնիսկ ոչ թե այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, այլ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որով Ադրբեջանին պարտավորվում է կոմունիկացիա, միջանցք, ճանապարհ, ինչպես ուզում եք անվանել, տրամադրել Հայաստանի Սյունիքի մարզով, այդ կոմունիկացիան էլ կոչվում է Դոնալդ Թրամփի անունով, ավելին, եթե մենք կարդում ենք փաստաթղթերը, մենք հասկանում ենք, որ այս նախագծում Ադրբեջանը փաստացի փայ է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիայով փայ է ունենում, բայց մի շարք քաղաքական գործիչներ, պետական գործիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքագետներ, հանրային գործիչներ նշում են հետևյալը, որ տրամաբանությունը ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու այն է, որ տարածաշրջանի տարբեր պետություններին, տարբեր գերտերություններին իրենց շահերը բերել եւ համակցել, այլ ոչ թե կոմունիկացիոն պրոյեկտները դարձնել բախման կիզակետ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիան արդեն ունի բոլոր հնարավորությունները վերածվել մի կետի, որից կարող է նույնիսկ պատերազմական գործողություն բռնկվել շատ պարզ պատճառով, որովհետև ակնհայտ է, որ ոչ Իրանի Իսլամական Հանրապետության, ոչ Ռուսաստանի Դաշնության, ոչ էլ իրականում Հայաստանի Հանրապետության շահերը այդ նախագծի շրջանակներում չեն ապահովվել։ Եկեք հիմա առանձին ամեն ինչին անդրադառնանք։ Իրանի Իսլամական Հանրապետությունից նախորդին հնչեց գնահատական հետևյալի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Ակբար Վելայաթին, ով նախկինում նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, նշել է հետևյալը, որ TRIP, այսինքն Թրամփի ուղի այդ նախագիծը պաշտոնական Թեհրանի համար ընկալվում է որպես նույն պրոյեկտ, որը անվանվում էր Զանգեզուրի միջանցք, այսինքն իրենք հասկանում են, որ ադրբեջանցիները ուզում են այնպիսի կոմունիկացիա Հայաստանի Հանրապետության տարածքով, որը փոխում է միջպետական սահմանները, հաստատված միջպետական սահմանները։ Ալի Ակբար Վելայաթին Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանետ հանդիպման ժամանակ այս ամեն ինչի վերաբերյալ գնահատականները տվել են, ինչպես են հիմնավորել Իրանի ներկայացուցիչները իրենց դիրքորոշումը, որովհետեւ բացի նրանից, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նշեցինք, դեմ է ճանաչված սահմանների փոփոխությանը, այլև իրենք շատ պարզ հասկանում են, որ ՆԱՏՕ-ն ներթափանցում է մեր տարածաշրջան, Իրանի սահմաններին հայտնվում է փաստորեն նոր կոնֆիգուրացիա է լինում սահմաններին, նոր ենթակառուցվածքներ են լինում սահմաններին եւ իրենք օբյեկտիվ վտանգ են տեսնում իդեպ ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսի համար, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածի համար իրենք վտանգ են տեսնում։ Այդ իսկ պատճառով Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը հստակ նշում է, որ պաշտոնական Թեհրանը այս ամեն ինչին դեմ է։ Իդեպ հարգելի հեռուստադիտողներ, այս ամենի մասին Հայաստանի Հանրապետությունում դեռ ամիսներ առաջ հոկտեմբեր ամսին խոսում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր ասուլիսի ժամանակ ոչ միայն մանրամասն անդրադարձել էր աշխարհակաղակական իրավիճակին մեր տարածաշրջանում, ներկայացրել էր, թե կոմունիկացիաները ինչ համակարգով պետք է աշխատեն, որպեսզի դա շահավետ լինի եւ Հայաստանի Հանրապետությանը, եւ Ռուսաստանի Դաշնությանը, եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մենք էլ կարողանանք օրինակ Ադրբեջանի տարածքով մուտք ունենանք դեպի Ռուսաստան։ Ավելին խոսվել էր նաեւ հետեւյալի մասին, որ դեռ հարց է Իրանի Իսլամական Հանրապետության համար ինչն է ավելի վտանգավոր, որ իրենց սահմանին ադրբեջանական ներկայությունը ավելանա, թե ամերիկյան ներկայությունը ավելանա, բայց մի քանի ամիս անց մենք տեսնում ենք, որ այդ մտահոգությունները, որոնց մասին խոսում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաստատվում են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի կողմից։ Այսինքն բոլորի համար էլ պարզ է, ովքեր քիչ թե շատ խորամուխ են այս թեմայի մեջ, որ չափազանց կարևոր է, որ կոմունիկացիոն նախագիծը լինի համագործակցության պրոյեկտ, այլ ոչ թե շահերի բախման կիզակետ։ Սա Իրանի մասով։ Ինչը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, այսօր մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից ԱՊՀ վարչության ղեկավարի կողմից, Միխայիլ Կալուգինի կողմից գնահատականներ լսեցինք նաև այդ նախագծի վերաբերյալ, ինչ է ասում ռուսական կողմը։ Իրենք պատրաստ են խորհրդատվական աշխատանքների, իրենք պատրաստ են խորհրդատվության եւ հայկական կողմի հետ եւ ամերիկյան կողմի հետ, եւ ինչպես են իրենք իրենց հերթին հիմնավորում այն, որ Ռուսաստանը եւս պետք է ներգրաված լինի այս նախագծի մեջ։ Շատ բարձր
նշում են հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ կոմունիկացիան Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է այն ֆորմատով գործի, որ դա համապատասխանի ԵԱՏՄ-ի կանոնադրությանը։ Բացի դրանից իրենք նշում են, որ այդ հատվածում, որտեղով եւ պետք է անցնի կոմունիկացիան, կան ռուս սահմանապահներ, որոնք մի կողմից հիմա պահպանում են Հայաստանի Հանրապետության սահմանը Թուրքիայի հետ, մյուս կողմից էլ օբյեկտիվորեն իրենք այն գործոններից մեկը առնվազն կարող են լինել, որոնք կարող են այդ կոմունիկացիայի անվտանգությունը ապահովել, բացի դրանից նաև նշվում է հետևյալը, որ չմոռանանք, որ հարավ-կովկասյան երկաթուղիներն են ղեկավարում, տնօրինում կոնցեսիոն պայմանագրի հիման վրա Հայաստանում անցնող երկաթգիծը, հետևաբար ռուսական կողմը կարծում է, որ տրամաբանական կլինի, որպեսզի այս նախագծի շրջանակներում լինի եռակողմ համագործակցություն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Հարգելի ընկերներ, մենք պետք է նշենք հետևյալը, նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը։ Ռուսաստանից եկող արձագանքները, Իրանից եկող արձագանքները փաստում են հետևյալը։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ դժվար թե Ալի Ակբար Վելայաթին, չգիտեմ, Կրեմլի գործակալ լինի կամ Հայաստանի նախկին իշխանությունները իրեն այսպես ասած կաշառած լինեին։ Նա ներկայացնում է օբյեկտիվ մտավախություններ։ Ավելին մենք պետք է նշենք հետևյալը, որ դատելով Ռուսաստանի Դաշնության արձագանքից ռուսական կողմի համար նույնիսկ ավելի ընդունելի է արևմտյան ներգրավումը տարածաշրջանային կոմունիկացիոն process-ների մեջ, քան թուրքական եւ ադրբեջանական գործոնի ուժեղացումը մեր տարածաշրջանում։ Ու այստեղ շատ կարևոր է թե ինչ քայլեր կարող է իրականացնել ներկայիս պաշտոնական Երևանը մեղմելու այս իրավիճակները, բայց ինչպես ասում են, բոլորիս տառապանքը փորձ ունի, ինչպես նաեւ ճշմարտության կարևորագույն բաղադրիչներից մեկը դա փորձն է, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք չեն կարողանում կոմպլիմենտար այնպիսի քաղաքականություն վարեն, որ հայտնվեն ոչ թե տարբեր երկրների աշխարհակահաղական կենտրոնի շահերի համակցման կետում, այլ իրենք մեզ տանում են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է նոր Արցախի արցին, այսինքն դառնում է տարբեր աշխարհակահաղական կենտրոնների շահերի բախման կիզակետի։ Մտածեք այդ մասին։